Հիմա կլինի տուրից ցանկացած հարց պանելային քննարկման ձևաչափով հրավիրում եմ բեմ Նարեկին, նա կհայտարարի արդեն մեր մնացած հյուրերին, բանախոսներին։ Առաջինը պիտի ներկայացնեմ Նարեին, Նարե Գևորգյան, այկա, եթե կարճ ասած, իսկ հայերեն հրեշտակ ներդրողների, Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի տնօրեն, նաև Սիֆորա ընկերության հիմնադիր անդամ, այկան արդեն ակնհայտ է, բազմաթիվ 50-ից ավել, եթե չեմ սխալվում, հրեշտակ ներդրողների հետ եք աշխատում, բացի դրանից Սիֆորան համապարփակ անվտանգության պլատֆորմա, ճգնաժամային իրավիճակների կառավարման, մեր երկրի համար երևի բացառիկ եւ կարեւոր բան է։ Նարեն նաև ճանաչվել է Հայվի կողմից 30 top 30 հիմնադիրներից մեկը 30 տարեկանից ավելի փոքր տարիք ունեցող, ճիշտ եմ չէ ասում։ Okay։ Խնդրեմ հրավիրեմ Նարեին, խնդրում եմ դիմավորեք։ Հաջորդը պիտի ներկայացնեմ Արմանին, Արման Աթոյան, Արլուպա ընկերության համահիմնադիր եւ չէ, եկեք մի անգամից ես կներկայացնեմ, դուք էլ եկեք, Արլուպա ընկերության համահիմնադիր եւ գլխավոր հրաշագործ։ Փորձեմ հայերեն։ Արմանը երևի 20 տարվա մոտարապես փորձ ունի հիմնադրելու եւ ղեկավարելու թիմեր ու ընկերություններ, ահավոր հզոր փորձ է, եւ պետքա հրավիրեմ Դավիթին։ Դավիթը Արնոմաձ ընկերության տնօրենն է, համահիմնադիր տնօրենն է եւ Դավիթը իմ այսպես ասած հանցակիցն է, մենք մոտարապես նույն ժամանակներում հիմնադրել ենք ընկերություն, որը որ մոտարապես նույն ոլորտում է, նույն ճանապարհն է անցնում, մոտարապես Դավիթն էլ 10 տարվա ղեկավարման փորձ ունի։ Ես էլ զբաղեցնեմ իմ տեղը, շնորհակալություն ընկերներ, որ եկել եք։ Ես պատկերացնում եմ, որ դահլիճում են հարցերը հնչելու հիմնականում, ես ընդամենը կկառավարեմ այդ պրոցեսը, այնպես որ մտածեք ձեր հարցերը, ազատ զգացեք տվեք, խնդրում եմ ոտքի կանգնել, ներկայանալ եւ կարճ 1-2 նախադասությամբ ձևակերպել ձեր հարցը, եւ մինչեւ դուք մտածում եք ձեր հարցը, ես դիմեմ պանելի մասնակիցներին ու խնդրում եմ, եթե նախ ինչ-որ բան ունեք ավելացնելու ձեր մասին ասեք եւ եթե չէ, ասեք թե ոնց եք պատկերացնում առաջնորդի դերը, մենք որ ասում ենք առաջնորդ, ինչ պիտի հասկանանք։ Մեկ։ Նախ շնորհակալ եմ Նարեկ ջան հրավերի համար, այս համայնքի հետ շատ չեմ շփվում, չնայած փորձում եմ լինել դիզայն համայնքի եւ տեխնոլոգիական համայնքի կապող օղակներից մեկը, որտեղ իմ մասնագիտությունը դիզայն համայնքից եմ, բայց իգործ է ավելի շատ տեխնոլոգիական համայնքից։ Leadership-ի դերը ոնց եմ պատկերացնում, ես երևի ամենաշատը սիրում եմ servant leadership կոնցեպտը, ծառայող առաջնորդի, որովհետև ամենահարազատն է ինձ, երևի էլի գալիս է դիզայնից, human experience դիզայնից ու մնացած բոլոր այն կուտակված փորձից, որ ունեմ, կարծում եմ, որ ծառայողի դերով լիդերները, այսինքն են բուրգը շրջած լիդերները, հա, երբ որ իրանք տակնեն ու իրանց վրա են կառուցում պիրամիդան, հակառակ պիրամիդայի, դա իմ համար ամենալավ նկարագրությունն է լիդերի, այսինքն servant leadership-ն է իմ պատկերացմամբ ամենայն բարձրագույն կետը leadership-ի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեկ ոնց որ լսում է։ Իմ կարծիքով դա կապ չունի ոնց որ փորձի հետ, շատ ժամանակ սխալվում են եւ կարծում են, որ ամենաշատ փորձ ունեցող մարդն է կամ ամենաշատ փող ունեցող մարդն է լիդերը,
իմ կարծիքով ամենալավ vision ունեցող մարդն է լիդերը։ Այսինքն եթե ես մեր հիմիկվա այս խմբակի մեջ ինչ-որ մեկը կարողանա միավորի մեզ ինչ-որ մի հատ vision-ի շուրջ, ասի եկեք sense մի բան անենք եւ մենք միավորվենք, այդ կլինի հենց leadership-ը, ասենք այս դեպքում օրինակ, եթե հիմա վերցնենք, որ այդպես ավելի առարկայական քննարկենք, օրինակ հիմա Nur Games-ի leadership-ն է այս կոնֆերանսը եւ հատկապես co-leadership-ն է, co-թիմի, որը որ իմպլեմենտացնում է, էլի։ Տեսնեմ ինչա տեղի ունեցել, դու դրել ես vision-ը, ձեր թիմը դրել է vision-ը, որ հավաքվում ենք, քննարկում ենք եւ դրա արդյունքը մարդիկ քեզ հետևել են։ Երևի սենց ավելի լավ։ Եվ այդ vision-ին մարդիկ հետևել են, այսինքն այդպես պրակտիկ ասելով դա է, եթե մարդը կարող է ձևակերպի իր vision-ը եւ մարդիկ իրան հետևում են, ինքը դառնում է հենց լիդեր։ Լսում հա, Արմանի հետ կհամաձայնվեմ, երևի եթե ընդհանրացնենք, լիդերը այդ այն մարդն է, որ կարող է իր առաջնորդության տակ հավաքել ուրիշ մարդկանց եւ ստեղծել ճանապարհ, ուղղություն, ասենք, որտեղ ճանապարհը հաճախ ոնց որ հստակ չի, էլի ուղղություն ստեղծել եւ կարողանում են հենց այլ, որ այդ մարդիկ, ում ինքը առաջնորդում է, կարողանան իրանց վստահության մթնոլորտ ստեղծի եւ իրանց էներգիան կանա ուղված այդ ճանապարհով տանի։ Հրաշալի է։ Հենց հիմա մի անգամից ուզում եմ անցնեմ Դալիճի հարցերին։ Ինչ հարցեր ունեք, խնդրեմ։ Խնդրում եմ կանգնեք, ներկայանաք կարճ եւ բոլոր հարցերը տակ բարձրախոսով։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ ելույթի համար, հավաքելու համար այսքան մարդ։ Վարդան Վասիլյանն է, Seon Polygon System-ի, շատ հետաքրքրված եմ նախ publisher-ների հետ կապ հաստատելու թեմաներով, ոնց է ով որ այդ փորձառության մեջ ավելի շատ մեծ փորձառություն ունի, պլյուս վաճառքների, այսինքն արտասահմանյան մեծ ընկերությունների հետ ոնց է կապ հաստատում ձեր ICO-ները գտնելով, ձեր buy persona-ների հետ կապ հաստատելու, ասենց։ Վարդան ջան, մենք ունենալու ենք այսօր եւս մեկ հարցրու ինչ կուզես սեսիա, որը լինելու է հենց խաղերի ստեղծման մասին։ Խնդրում եմ այդ հարցը շատ լավ հարց է ու շատ կարևոր է։ Մյուս սեսիայի ժամանակ տանք, հիմա խնդրում եմ հարցրեք այն հարցերը, որոնք որ կապված են առաջնորդության հետ։ Այս սեսիայի նպատակը թիմեր ստեղծելու, թիմեր առաջնորդելու, ընկերություններ ստեղծելու, դրա մասին է։ Եթե դրա հետ կապված հարց ունեք, խնդրեմ։ Նարեկ ջան, բայց ես կուզեմ պատասխանել leadership-ի տեսանկյունից այդ հարցին, որտեվ ցանկացած դեպքում, եթե դուք եք ընկերության ղեկավարը կամ պատասխանատուն, անկախ նրանից գեյմինգի մեջ ենք նայում ուրիշ տեսակի վաճառքների կամ ինչ-որ բանի, շատ կարևոր է լինել տեսանելի, շատ կարևոր է, այսինքն ոնց որ փակվել նկուղում մի բան սարքել ու չունենալ այդ տեսանելիությունը դրսի կողմից, չգիտեմ, LinkedIn-ով քրքրեք, հնարավոր ձեր պլատֆորմներով քրքրեք ու անընդհատ երևացեք մարդկանց աչքին։ Այդ շատ լավ ճանապարհ է, անկախ նրանից հարցը կոնկրետ ինչի մասին է, բոլոր դեպքերում եւ պայմանագրերի եւ ինվեստմենտների եւ թիմ ձեռք բերելու համար տեսանելի լինելը շատ կարեւոր է լիդերի համար։ Որտեվ շատերին գիտեմ, ես ինքս product մարդ եմ, երբ որ product-ը սարքում ես, քեզ թվում է հեսա հերթագոյանալու բոլոր եւ առնողների եւ ինվեստորների եւ համագործակիցների, բայց որակով տեսանելի լինելը շատ կարեւոր է այս հարցում, էլի։ Ու անընդհատական որակով տեսանելի լինելը, որ ձեր մասին չմոռանան։ Շնորհակալություն։ Եթե մյուսներն էլ են ուզում արձագանքեն, խնդրեմ։ Բարև ձեզ, ես եմ հաջորդ հարցը տալու, ես Այան եմ, ես BDM եւ Project Manager Shifter-ում աշխատում։ Ուղղակի իմ հարցը արդեն մենք գիտենք Նարեն ասեց ինքը servant leadership։ Ես կուզենայի because she's a female, դրա համար servant leadership, ուղղակի ուզում եմ իմանամ ձեր leadership-ը ինչ է, որտեվ տեսականը շատ են, չէ՞, democratic, transformational, visionary, շատ մեծ leadership-ներ։ Ես ուզում եմ հիմա ձեր leadership տեսակի իմանամ եւ նախ առաջ եւ primary feature, որ ձեր բնավորությունում որ կա, որ կարողացա ձեզ օգնել, որ դուք թիմներ ստեղծել, ընկերություններ ստեղծել,
Եթե կարող եք նայել պատասխանել, մեծ շատ։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Այո, շատ տարբեր տեսակի leadership style-եր կան։ Ես ինքս երևի բավական մոտիկ եմ Նարեի ասածին, servant leadership-ին, բայց իրականությունն է, որ չկա ինչ-որ մի ճիշտ leadership style, ու երևի թե պետք է տիրապետել մի քանի ոճի ու հասկանալ ըստ սիտուացիայի, թե որ սիտուացիային որ ոճն է համապատասխանում։ Ինչու չկա, մի հատ այդտեղ ավելացեմ, ինչու չկա մի ճիշտ style, որովհետև leadership-ը մարդկանց հետ աշխատելու մասին է, եւ մարդիկ ահավոր բարդ երևույթ են, ասենք, եւ ամեն սիտուացիան շատ տարբեր է։ Կա հենց situational leadership theory, ինքը իրանում ինչ է ասում, որ պետք է հասկանալ, եթե կարճելի շատ, պետք է հասկանալ մարդու այս task-ի հարաբերությամբ իրավիճակը, ինչքան որը երկու պարամետրով է մոտարապես, այսինքն ինչքան ինքը հասկանում պատրաստ է task անել, իր skill-երը ինչքան են հերիքում եւ ինչքան ինքը motivated է, եւ ըստ դրա հասկանալ թե ինչքան ինչ ոճով է պետք իրան lead անել այդ task-ի կտրվածքով։ Այսինքն եթե պատկերացնենք, եթե սկսնակ է մարդը, ինքը շատ motivated է, բայց շատ քիչ skill-եր ունի։ Իրան պետք է շատ առաջնորդը, բայց եթե արդեն մարդն իր մի քանի տարի ձեր կազմակերպությունում է աշխատում, արդեն ամեն ինչ պատկերացնում է, ոնց որ դու ավելի շատ կխանգարես, եթե իրան սկսես բացատրել, թե ոնց ինքը իր task-ը պետք է կատարի։ Երևի տենց։ Ես կարամ ասեմ մեր մասով այդ ավելի relaxed leadership-ը, այսինքն լարում չկա, այդ նայած է գալի, որ ես միշտ մտածում եմ, ասենք մեր միջավայրը պետք է ինձ տեղ լինի, որ ես կուզենայի այդտեղ աշխատեի։ Ընդհանրապես կարծիք կա, որ օրինակ ԱՄՆ-ի վրա կա ստատիստիկա 74% մարդկանց ատում է իրենց աշխատանքը։ Կապ չունի ինչ աշխատում, կարող է Facebook Meta-ում, ասենք, չգիտեմ, շատ բարձր position-ի է, բայց այդ միջավայրը կարևոր է։ Դրա համար ես միշտ մտածել եմ, դինես միջավայրն է, որտեղ ես եք ուզենայի աշխատեի, դա պետք է relax լինի, ասեմ, դինես կյանքը շուտեն, ես էլ եմ փորձում մարդկանց կյանքը շուտել, ավելի շատ գնալ ինչ-որ մոտիվացնելու, ինչ-որ ավելի այդ ասենց ասած հետաքրքրացնելու process-ները այդ ճանապարհով, չգիտեմ, դա անվանում ունի գրքային, որ ասեմ, այդ sense leadership-ը սահմանվում։ Կարող է երևի democratic, okay, տենց ասենք democratic leadership։ Մյուս կարևոր բանը դա նա, որ սխալվելու ազատություն, freedom to fail։ Դա է կարևոր, որ okay է, ասենք, եթե մի բանը արինք չաշխատեց, okay է, եթե մի բանը վարի տվինք, էլի okay է։ Իր խոսքով այդ relax-ը ինձ թվում է կարևոր է, որ մարդիկ չլարվեն եւ այդտեղա իրենց ավելի ստեղծագործականությունը առաջանում։ Արդ ինչը սխալ ասեմ, մեր արտակն դեղ նստածա, ձեր բարձրացրած սխալ ուժում տենց չի, երևի տենց։ Ինձ թվում է հարցը էլ ինձ ուղված չէր, չէ, տղերքիներ ուղված, թե ես էլ շարունակեմ, բայց ես մի հատ հետաքրքիր բան հիշեցի, որ մեր թիմում մի հատ փոքր պատմություն կար, այն որ ասում էի հոգատարության մասին թիմի, այդ օգնում է այն շատ վատ եղանակի ժամանակ, երբ որ փոթորիկ կա, երբ որ դու հոգատար ես եղել ամբողջ ընթացքում, այդ ժամանակ դու կարողանում ես ասել սենց ենք անում ու ոչ մեկ էլ հարց չտա, որտեվ դու ընթացքում հոգատար ես եղել շատ։ Մի հատ սենց պահ ունեինք, որ թիմում տղերքից մեկը տենց պատուհանից դուրս նայեց, ասեց՝ «Ինչ լավ ձյուն ա գալի»։ Ասում է՝ լրիվ սնոուբորդ քշելու եղանակ է ու 5 շաբթի էր։ Ասում եմ՝ դե հենա շաբաթ կիրակի է, էլի, կգնաք կքշեք, ասես լսի հաջորդ օրվա ձյունը նենց լավն է։ Ու ես տենց բան եմ անում, management chat-ում գրում եմ այդ տղայանն եմ գրում եմ ինքը վաղը off է, գրում են ինչ ա եղել, ասում եմ ձյուն ա գալի, ոնց թե ինչ ա եղել։ Ինքը իրան էլ եմ գրում, ասում եմ ոնց որ վաղը off ես, ինքը շաբաթ էլ կիրակի էլ հետ ա գալի գործի։ Ինքը ուրբաթ գնում է snowboard քշելու ու շաբաթ կիրակի նենց շնորհակալության զգացումով է հետ գալի, որ
այդ նույն մարդու հետ լիքը ուրիշ դեպքեր ա եղել, լիքը դժվարություններ ա եղել, բայց այն պահը, երբ որ մարդիկ զգում են, որ դու caring ունես, այդ հոգատարությունը ունես, հետո սարեր են շուրջ տալիս, երբ որ այդ շատ դժվար ա ու դրա կարիքի իրոք կա։ Այդ տենց փոճուր, տենց մի քիչ բացեցի էլի այդ հոգատարության ու caring-ի կտորը։ Զուտ օրինակ ավելացնեմ, ոնց որ նույն autocratic leadership style-ի մասին, ինքը կարող տենց վատ է հնչում, բայց ինչու եմ ասում սիտուացիայից է կախված, որովհետև օրինակ կարող է, եթե կրիզիսային սիտուացիա է, ձեր համար այս բան կարող է արագ որոշումներ կայացնել ու դուք չեք կարող ձեզ թույլ տալ դեմոկրատիկ մոտեցումը, բայց պարզա, որ հենց այդ կրիզիսից դուրս եկաք, արդեն ինչ որտեղ սխալ կարող է լինի ավտոկրատիկ շարունակել։ Ձեզ ասել չկա լավ ու վատ, ավելի շատ կա սիտուացիա, որին ավելի շատ համապատասխանում է ձեր այս leadership style-ը։ Կուզենայի անդրադառնալ Արմանի ասացին, իրոք հրաշալի այն առումով, որ լավ է, որ այդ ստատիստիկան կա, բայց ինքը սարսափելի ստատիստիկա է, մարդկանց 80%-ը փաստորեն սենց է, մոտարապես 60%-ը disengaged է, մոտարապես 20%-ը actively disengaged է, եթե դա բացենք բառերով, նշանակում է 60%-ի վեճը չի, այնքան որ անում է, որ չբողոքեն իրանից, այն մյուս 20%-ը ակտիվ խանգարում է, դեմ է գնում, աշխատում է չանել, չգիտեմ, կարող է սապ խմբեր սարքի մի խոսքով, ու այդ մարդիկ բնականաբար իրանց աշխատանքը չեն վայելում, բայց մենեջմենթի պատմությունը ու լիդերշիփի մասին հազարավոր գրքեր կան գրած մարդիկ այդքան սովորել են, անում են ինչ-որ պրակտիկա կա, հետաքրքիր է որն է ձեր կարծիքով պատճառը, որ մարդիկ այդքան ժամանակ, չգիտեմ, բուրգեր են սարքել տասնյակ հազարավոր մարդկանցով, այսքան հազար տարի անցել է, հիմա մարդիկ նորից ասենք ինչ-որ թիմեր են ստեղծում ու կառավարում, ոնց է տենց լինում, որ մարդկանց 70-80%-ը ատում է իր աշխատանքը ու ատում է իր գործատեղը մի բան, որը որ ինքը այտենց օրվա մեծ մասը տեղ անցկացնում, որն է արդյոք միայն care անելն է, ոնց որ Նարեն նշեց, թե այնտեղ էլի բաղադրիչներ կան կարևոր։ Իսկ թվում է այդ բուրգ սարքողները հավոր ատել են իրենց գործը։ Իրանք full ամեն օր տենց բուձիլնիկով չեն գնացել գործի, թե որ շուտ հավաքեն այդ բուրգերը։ Կապված իմ կարծիքով է, գիտես ինչու՞մ է հենց հարցը, որ այդ էվոլյուցիան բերում է նաև իր հետ իր ոնց որ նոր culture-ները։ Այսինքն կար ժամանակ, որ ինչ որ մի ձև, ասենք եգիպտականի ժամանակ պլետներով կառավարումը օքեյ էր։ Հիմա այդ նույնը երևի թե չի աշխատի, էլի, ասենք ոչ մի միջավայրում, դրա համար ոնց որ այդ ադապտացիան տեղի է ունենում ըստ ժամանակի եւ ըստ մարդկանց փոփոխության էլ։ Օրինակ, այսինքն տեղեր կա, որ կարող է բան մարդիկ, եթե օրինակ մասաժ չլինի, չգնան այդտեղ աշխատանքի, այդ իրանց ընտրությունն է, կարան իրանք գտնեն միտեղ, որտեղ կա։ Իսկ ինչ վերաբերում է այդ engaged լինելը, այդտեղ ինձ թվում է մեծագույն խնդիր է նաեւ հիմա այս շատ մեծ ոնց որ հետաքրքրությունների սպեկտրումը, ասենք այնքան բան ինքը կարա անի, որ կամ այնքան ինֆորմացիայով իրան TikTok-երով եւ բաներով կարա իր ոնց որ ժամանակ ու հետաքրքրությունը շեղեն, որ ինքը այդքան ֆոկուս չլինի նրա վրա ինչով որ ինքը զբաղվում է։ Այսինքն այդտեղը կարող այդ ինֆորմացիայի պատոկը կարա իրան շեղի, էլի։ Okay։ Եթե vision-ը մեծ չի, եթե իր engagement-ը մեծ չի, տենց Այս վերջում մի շատ սիրուն արտահայտություն լսեցի Digitech-ի թոքերից մեկի ժամանակ ասեցին թիմին մի դարձրեք նենց որ իրենք փորձում թարգմանել որ իրանք տարված լինեն ղեկավար թիմով, այլ խնդրով։ Ես շատ եմ տեսել, որ այսինքն ոչ թե տարված լինեն, այլ նվիրված լինեն թիմին, պետքա խնդրին նվիրված լինեն։ Այսինքն դու պետքա ճարես մարդիկ, ովքեր որ այդ խնդրը լուծելուն են նվիրված, ոչ թե տեղի մասաժին, leadership-ի պահվածքին կամ մնացածին։ Այդ իրականում իմ մոտ լիքը բան է փոխել, որտեվ ես ունեցել եմ թիմեր, որ թիմը ամբողջությամբ նվիրված է եղել, այսինքն ղեկավարությունը ինչ որոշեր կսարքեր, վաղը որոշեին գազի պլիտա սարքել, բոլորը կսկսեին գազի պլիտա սարքել։ Այսինքն մի կտորը լավ աշխատում էր, որ դու կարողացել ես վստահությունը վերցնել ղեկավարությունը, կարողանում է այդ ղեկավարությունը leadership-ը կարողանում է պահել վստահությունը, բայց
մի հատ շատ մեծ խնդիր կա արդյոք այդ մարդիկ վարակված են այդ խնդրը լուծելով։ Այդ ինձ թվում է շատ թիմերի մոտ է բաց լինում, այսինքն եթե դու կարողանում ես գտնել մարդիկ, ով այդ խնդրը լուծելով է տարված, ոչ թե միայն այդ տեղում լինելով կամ այդ անունին կպած լինելով, այդտեղ նույնիսկ քեզ 10-15 հոգին կարա հերիք լինի, որ ամբողջ աշխարհը շուռ տաս։ Այսինքն այդտեղ էլ կարիք չես ունենում հատ իրանց մոտիվացնելու։ Չնայած բարդ բան եմ ասում, հա, հարյուրավոր աշխատակիցներ ունեցող թիմերի համար դա շատ դժվար է, բայց ունենք նաև օրինակ, հա, նույն Zappos-ի օրինակը, որը որ տարիներ առաջ ստեղծվեց ու հետո նաև Amazon-ին վաճառվեց, իրանց դեպքում հարյուրներից անցել էր վաղուց թիմը, բայց այդ նույնիսկ այն որոշումը, որ չգիտեմ, օֆիսը տեղափոխում ենք ուրիշ քաղաք, մարդիկ իրանց ընտանիքներով մեծ մասը տեղափոխվեցին ուրիշ քաղաք, հա։ Այսինքն ինչ-որ մի բանով վառված էին, կապվածություն ունեին այդ ընկերության հետ, ոչ միայն leadership-ի։ Այդ կարևոր է հասկանալ, որ այդ ինչ-որ ամենացորդ սեր սարքել leadership-ի ու թիմի մեջ, միշտ չի, որ դա արդյունավետ է բիզնեսի տեսանկյունից։ Ես ուզում եմ, Դավիթ ջան, դու էլ բան ունես ավելացնելու։ Հա, երևի Եգիպտոսի օրինակով, բուրգերի օրինակով ավելի շատ հարցը սենց գտնի, իսկ արդյոք կարելի էր ոչ թե 10,000 հոգով, եթե օրինակ 10,000 հոգի են, այդ հարց լուծել, այլ օրինակ 500 հոգով այդ հարցը ավելի էֆեկտիվ լուծել, եթե իրանք ստրուկ չլինեին։ Okay. Եթե իրանք ունենային ընդհանուր առմամբ հավատային vision-ին հավատային, ընդհանուր mission-ին հավատային, վստահության մթնոլորտ լիներ, ոնց որ կարող Եգիպտոսի բուրգերը լավ օրինակ չէ դրա համար, որովհետև չգիտեմ այդ ժամանակ ոնց է եղել, բայց ընդհանուր առմամբ ոնց որ այդ ամեն ինչը էֆեկտիվության մասին է, այսինքն նրա մասին է, որ այդ մարդիկ հա կարող է առանձին կամ ինչ որ ստրկության պայմաններում իրանք էլի ինչ որ արդյունք ստանային, բայց արդյոք դուք չեք կարող նենց անել, նենց մթնոլորտ ստեղծել, նենց պայմաններ ստեղծել, որ այդ արդյունքը շատ ավելի մեծ լիներ։ Բարի։ Այսինքն շատ կարևորում ենք այն, որ մարդիկ հասկանան ինչ են անում, ինչի համար են անում, հանուն ինչի են իրանք առավոտը զարթնում ու գալիս աշխատանքի, ոչ միայն մարդկային հարաբերությունների կտորը, որ իրանք շատ սիրում են իրենց թիմակիցներին, շատ սիրում են իրենց թիմի մթնոլորտը, այլ նաև իրանք շատ կարևորում են այն, ինչ որ իրանք անում են։ Սուպեր կարևոր բան է, բայց նորից մի փոքր էլ ուզում եմ այդ բանի այս մասը մի քիչ խորանալ։ Արդյոք այդքան տարվա պատմություն ունեցող այդ մասնագիտությունը, հա, մարդկանց ղեկավարելը, հա, այդքան հազար տարվա պատմություն ունեցող մասնագիտությունը բավարար փոխել է իր մեթոդները ու ինչ դեր ունի օրինակ այդտեղ հենց մարդու ազատությունը, որ կարողանա ինքը մի կողմից ինքը ընկերության մեջ է, հա, ինքը parza չի կարա անի, երբ ուզենա գա, երբ ուզենա գնա, ինչ ուզենա անի, չանի, հա, parza ինչ որ սահմանափակումներ կա, բայց ինչ դեր ունի այդտեղ ազատությունը, ինչքան պիտի լինի այդ ազատությունը, որpիսի մարդը կարողանա այդ միջավայրում ծաղկել, ստեղծագործել, բայց նաև ոնց որ պրոդուկտիվ լինել, այդ ամեն ինչը ոնց եք տեսնում ազատության դերը տեղ եւ բալանսը։ Մի քանի բան ասցիր մինչև ազատության անցնելը մի հատ առաջի հարցին ասցիր արդյոք բավական ապրել փոխվել են մեթոդները եւ այլն այստեղ ոնց որ ասեմ որ մեթոդները sense tendenz փոխվելու են որովհետեւ մարդկանց պահանջն է փոխվում այսօրվա օրով նոր սերունդները եկող սերունդները իրանք չեն նայում աշխատանքին որպես ինդուստրիալ դարի օրինակ սերունդները որ այդ ուղակի ժամա վճար է եւ ես գնում եմ իմ ժամանակը փոխանակում եմ փողի իրանք ուզում են ինչ-որ հարցեր լուծեն ինչ-որ խնդիրներ լուծեն ուզում են մարդկանց server-ն օգնեն ինչ-որ հարցերում դրա համար ոնց որ ինստինկտ է ու իրանք ոնց որ պատրաստ չեն էլի եթե դու այն հին մեթոդներով ես իրանց lead անում կամ manage անում ավելի շատ ոնց որ այդ չի աշխատի ուղղակի ու մենք այդ խաղային ոլորտում շատ արագ կզգանք որովհետև այդ երիտասարդները առաջի հերթին շատ հետաքրքրված են խաղերով գալիս են մեր մոտ այդ ինչ դրան է վերաբերվում ինչ վերաբերում է ինչքանով ազատություն երևի էլի այն իմ situational
leadership-ին կանրադառնամ, որ ոնց որ սխալ կլինի, օրինակ սկսնակին delegate անել եւ ասել որ գնա այս հարցը լուծի ոնց ուզում ես։ Ես քեզ վստահում եմ։ Այդ իր ամոթ frustration կստեղծի։ Ավելի ճիշտ է ոնց որ հասկանալ այս պահին, այս մարդուն, այս task-ի վերաբերյալ ինչքան ազատություն տալ, ինչքան motivate անել, օրինակ էլ այդ նույն theory կտրվածքով ոնց որ ավտոմեքենա վարելու օրինակով, երբ որ դու նոր ես ավտոմեքենա սովորում վարել, դու դեռ լավ չես վարում, բայց դու maximal motivated ես։ Հետո ինչ որ ժամանակ անցնում է, դու մի քիչ skill-եր ունես արդեն, բայց էլ այդքան ոգևորված չես էլ ավտո վարելուց։ Հետո ոնց որ տենց pull ar pull գնում է ինքը 4 pull-ա մոտավորապես, եւ այդ ամեն pull-ում պետք է կամ motivation-ին ավելի շատ ուշադրություն դարձնել, կամ skill-երին, հա։ Ես կասեմ, որ նա ոնց որ իմ սիրած ոնց որ setup-ը, իմ ամենասիրած setup-ը նա, որ այն մարդիկ, որոնք որ փորձ կարողություն ունեն, այսինքն որ skill-ը կա, փորձը կա, այդ մարդկանց ավտոնոմությունն է։ Այսինքն հակառակը ես կարամ ասեմ, էլ չեմ ուզում вообще ես այդ արկրեմ, այսինքն չեմ ուզում խորանամ ինչն է այդ ու կակրած ավելի իմ համար ավելի գնահատելի են հենց այն մարդիկ, որոնք որ իրանք այդ leadership-ը վերցնում են ու գնում են։ Այսինքն որոշումները կայացնում են եւ իրանք են կարում ոնց որ տանեն։ Իմ համար դա ոնց որ ոչ թե մենակ գործի տեսակից լավ է, ես ոնց որ բրծա այդ գործից ոչ թե մենակ դա, այլ նաեւ տեսնելն է, որ այդ մարդը ինքը կարողանում է այդ հարցերը ինքնուրույն լուծել։ Այսինքն ինքն էլ է empowered դառնում, որովհետեւ այդ կարևոր կտոր է, որ դու երբ որ մարդ ինչ ոնց որ նույն աշխատանքի տեղի կամ նույն դպրոցի այդ համակարգը ոնց է դրած այդ գնահատականն է, երբ որ ինքը հասկանում որ ինքը խնդիրը լուծեց, չեն գրատախտակին գրեց, բրծավ, կավիճը բերեց դրեց, այդտեղ մեծ empowerment կա։ Այդ նույնը կա գործի տեղն էլ, երբ որ ինքը այդ խնդիրը ինքնուրույն լուծեց։ Եվ այդ շատ կարևորում եմ, որ մարդկանց այդ տալ այդ power-ը ու իրանք կարողանան այդ լրիվ ռեալիզացնեն, կարողա դրա արդյունքում է եղել, որ օրինակ մեր ընկերությունից ոչ մեր spin-off, հետո մենք ֆայմեցինք, սկսեցինք մենք spin-off անել, ոչ թե թողել որ գնան ուրիշ ֆիրմեր դառնան մեր հետ կապ չունեցող, բայց երևի 10-ից ավել առաջացել են։ Դրա արդյունքում, այսինքն այդ մարդկանց որ դու այդ ավտոնոմությունը տալիս ես ու դու ասում ես կարասանես ու ինքը կարող է անի, իր մեջ արտնանում է այդ ոնց որ զգացողությունը փորձել ինքնուրույն։ Իհարկե մի մասը կարող է fail եղել, մի մասը ստացվել է ֆեյլները մարդկա վերադարձել է մեր մոտ, մարդկա գնացել է ուրիշ ընկերություն, դա էական չի, բայց ուզում ասեմ այդ empowerment-ը զգացել են իրենք։ Ես երևի սկզբից հարցնեմ ինչ ենք հասկանում ազատություն ասելով, այսինքն ընկերության մեջ ազատությունը ինքը ձևակերպված պետք է լինի։ Ազատությունը օրինակ, չգիտեմ, երբ ուզեմ գամ, երբ ուզեմ գնամ, թե մասնագիտական որտեվ հարցի մեջ կար այդ կոնտեքստը, երբ ուզեմ գամ, երբ ուզեմ գնամ, արդյոք ես ազատ եմ այստեղ կամ ինձ ստրուկի պես են պահում, թե ավելի։ Ինձ թվում է դա վաստակովի ինչ որ երևույթ է ու նաև պատասխանատվությունից ելնող երևույթ է, այսինքն ինչքան մեծ պատասխանատվություն դու վերցնում ես, բնականորեն ազատությունդ ավելի շատանում է, եթե առողջ է, ինձ թվում է այդ ճարտարապետությունը ընկերության սարքած ու այդտեղ պետք է հասկանանք որ ոնց որ մենք ոչ մեկին չենք ստիպում աշխատել մեր մոտ, չէ, ցանկացած տեղ, այսինքն եթե մարդը գալիս է, այդտեղ ստեղծվում է փող համագործակցության ու պատասխանատվությունները կիսելու ու պայմանավորվածությունների դաշտ ու ցանկացած պայմանավորվածությունների դաշտ, եթե կա պայմանավորվածություն, որ երբ ուզեմ գամ, երբ ուզեմ կգնամ, դա էլ չի ազատություն, դա պայմանավորվածությունը պահել է։ Այսինքն մենք ինձ թվում է մեկ-մեկ մարդիկ խառնում են այդ գիծը պայմանավորվածությունները խախտելու, այդ կոչում են ազատ լինել։ Եթե կա պայմանավորվածություն, այդ լրիվ նորմալ է։ Եթե պայմանավորվածությունները անդադ խախտվում են, այդ ցանկացած գործնական հարաբերությունում խնդիր է ստեղծելու։ Կապ չունի դա քո մենեջերի հետ հարաբերություններ է, գործընկերոջ հետ, թե ինքդ քո հետ։ Շատերը մտածում են, որ եթե ես հիմա ինչ է անում շեֆս։ Ես գնամ մի հատ կամպանիա բացեմ, ինձ այսքան աշխատացնում է, այսքան փող է տալ, շատերի հետ է եղել, չէ՞, այդ միտքը, որ ազատ լինեմ։ Ձեզ խաբել են, ազատ չեք լինելու, ավելի զբաղված եք լինելու, շատ ավելի դժվար վիճակում եք լինելու, որովհետև այդ բոլոր մարդիկ, ովքեր ձեր կողքը հավաքվելու են, բոլորի ազատության պատասխանատուն գործի մեջ դուք եք դառնալու ու էլի խառնում են շատ, դրա համար եմ այդ ուզում հստակ ասել, որ դա նույն բանը չի, դա ազատ լինելը չի ու ինքներդ ձեր համար պետք է հասկանաք ինչից ազատ լինելու մասին է խոսքը։
Չոր բռնակալությունից, եթե եգիպտացիքի մասին ենք խոսում, իրանք վստահաբար կուզեին ազատ լինեին, հա, որտեվ իրանք ոչ թե կուզեին ուրիշ բան սարքեն, այլ իրանք ուղակի կուզեին ազատ լինել կամ ավելի վատ ունենալ իրենց ստրուկները։ Իհարկե, իրանք իրանց բուրգերը սարքեն, իսկ իրանց ստրուկները կուզենային էլի ազատ լինեին իրենցից։ Մենք հիմա շատ այլ վիճակում ենք, շատ բաներ ա փոխվել բարեբախտաբար։ Հարցը նրանում է, որ տպավորությունն է, որ բավարար չի փոխվել։ Դեռ մենք շատ հեռու ենք այդ ամեն ինչը լավ անելու։ Անցնենք Դալիճի հարցերին։ Շնորհակալություն, Հասմիկ Աղեկյան, անալիտիկ։ Ինձ հետաքրքիր է, եթե ինչ-որ միտք ունես, գաղափար ունես, կարողություններ, եթե տեսնում ես քո մեջ, եթե կարողություններ կան առաջնորդության, հնարավոր է ինչ-որ մի ոլորտում, որից դու այդքան գլուխ չես հանում, այդ ոլորտում սկսել ինչ-որ թիմ հավաքել, աշխատանք անել, թե պետքա դու պրոֆեսիոնալ լինես կոնկրետ այդ ոլորտում եւ փորձես այդ ոլորտում առաջ գնալ։ Հրաշալի հարց է։ Շնորհակալություն։ Քանի որ միկրոֆոնի մոտ է, ես կսկսեմ, հետո կփոխանցեմ, հա։ Երկու տարբեր իրականություններ կան։ Կա մի կարծիք ու իրականություն ու կողմ, որ եթե դու կոմպետենտ չես ու դու եթե այդ ուղղության մեջ շատ խորացած չես, լավա չսկսել, չհավաքել մարդկանց այդ ուղղության, որովհետև քեզ կհաղթեն նրանք, ովքեր այդ ուղղության մեջ շատ խորացված են։ Ու կա երկրորդ ոնց որ տեսակետը, որ եթե դու շատ լավ leadership skill-եր ունես, կապ չունի ինչ ես սարքում, կապ չունի ինչքանով ես դրա մեջ խորացած, ոնց որ մեկը կհաջողես, որովհետև քո ոնց որ հիմնական խնդիրը լավ leadership-ն է։ Ինձ թվում է դրանց մեջտեղում է իրականությունը։ Ոչ այնա, ոչ այն։ Այսինքն ես չեմ կարողանում պատկերացնել օրինակ մեկին, ով բժշկական ոլորտում օրինակ application-ներ որոշել սարքի կամ խաղ որոշել սարքի, որը որ հիվանդանոցների մասին է ենթադրենք, հա, մարդիկ, եթե դու չես զգում կամ գոնե չունես քո համահիմնադիր level-ում մեկին, ով շատ լավ զգում է բոլոր բջիջներով այդ ամեն ինչը, վստահաբար քեզնից առաջ կանցնեն այն մյուսները, ովքեր եւ ունեն քո leadership skill-երը եւ ունեն այդ զգացողությունը, այսինքն domain expertise-ը կարևոր է, եթե դա միակ բանը չի։ Այսինքն պետք է հասկանանք, որ երկուսն էլ կարևոր են, ոնց որ սենց է, հա, շատ հաճախ ասում են տաղանդավոր մարդիկ անցնում են աշխատասերներին կամ աշխատասերը տաղանդավորին։ Բա պատկերացրեք, որ տաղանդավոր մարդը աշխատասեր է լինում, իրան չի լինում անցնել։ Այսինքն այս սկզբունքով պետք չի վախենալ սկսելուց, պետք է ուղղակի գտնել մարդիկ, ովքեր որ բոլոր բջիջներով զգում են ոլորտը ու իրանց բերել հիմնադիր թիմի կազմ։ Այդ դեպքում ոնց որ խնդիրը հանգիստ կարա առաջ գնա։ Բայց մյուս դեպքերում, եթե ուղղակի մարդն ասում է շատ լավ leadership skill-եր ունեմ, գլուխ չի հանում այնտեղ product-ում ինչ է կատարվում, չգիտի իրական օգտատերերը ոնց են այդ խնդրին բախվել, քի են բախվել, աշխարհում ինչ կա դրանից, այդ չի հաջողելու, ինչքան ուզում է leadership կուրս անցնի մարդ, էլի։ Եկեք ոնց որ բացենք այդ հարցը, էլի, այսինքն եթե մարդը ինչ որ մի բանի մասնագետ է եւ զբաղվում է այդ գործով, հա, օրինակ 5 տարի աշխատել է ինչ որ ընկերությունում, խաղային, եթե խաղային այսօր կոնտեքստը է, ինքը բավական ոնց որ կարա կոմպետենցիա ունենա եւ ունի եթե նաեւ leadership-ի այդ skillերը եւ պատրաստ է վերցնի իր վրա ռիսկերը եւ գնա սկսի ինչ որ մի բան, իմ կարծիքով պարտադիր պիտենցիա անի։ Այսինքն իր մեջ եթե կա այդ ցանկությունը ինքնուրույն ձեռնարկչատիրությամբ զբաղվելու, ինքը պիտի առանց սпасելու գնա անի դա, որովհետև հակառակ դեպքում իր մոտ առաջանալու է այդ pain of regret-ը, այսինքն 5-10 տարի հետո ասելու ես պիտի առանձնանա, անե եւ այլն, բայց այդտեղ մեծ կարևոր բան կա, որ ինքը դա պիտի անի այլ մարդկանց հետ համագործակցությամբ, ոնց որ Նարեն ասաց։ Օրինակ հիմա մի հատ կարևոր բան ասեմ մեր ոնց որ հիմիկվա խելոքացած լինելու ոնց որ առումով մենք հիմա չենք գնա ոչ մի այլ դոմեյնում զբաղվենք, ասենք մեր էքսպերտիզան AR/VR-ի ոլորտում է, մենք չենք գնա, ասենք medical ոլորտում ինչ-որ մի հատ խնդիր լուծենք առանց էքսպերտի այդ դոմեյնում։ Այդ սխալը արել ենք ժամանակին, ասենք մեզ թվաց լա քանի տեխնոլոգիա ունենք, կարանք SSS ոլորտներում, ասենք fashion-ում կարանք sense մի հատ խնդիր լուծենք, հետո այդ դասը ոնց որ խաղել ենք, հասկացել ենք, որ տենց չի աշխատում։ Այսինքն եթե դու technical skill-եր ունես, դա էլ բավարար չի, որ դու կարողանաս ինչ որ բիզնեսի ոլորտի համար ոնց որ կարողանաս ինչ որ արժեքավոր բան սարքես առանց այդ domain-ի knowledge-ի, նույնը ասենք խաղերին է վերաբերվում, հա, եթե կարողա կա շատ լավ դիզայներ,
բայց ինքը եթե որոշի գնա ոնց որ խաղ սարքելու առանց ունենալու ծրագրավորողների եւ առանց կարողանալու իրանց մոբիլիզացնել, կենտրոնացնել, ամենայն հավանականությամբ ինքը ֆեյլ կանի։ Ես նարի հետ լիովին համաձայն եմ, որ բոլոր կետերի հետ այս հարցում զուտ կուզենայի ավելացնել, որ երբեք դուք լիովին այդ մասնագետը չեք լինի, որ ասեք, ըհը, վсё, այ հիմա պատրաստ եմ։ Միշտ այդ ինֆորմացիայի պակասը կա, միշտ այդ սովորելու առաջ գնալու է դրա կարիքը կա եւ պետք է զգուշ լինել, որ ոնց որ այդ ձեզ չկանգնեցնի նրանից, որ սկսեք ինչ որ բան անել։ Այսինքն, եթե դուք զգում եք, որ կարաք, սկսեք։ Հաջորդ հարցը։ Ինձ լսում է, բարև ձեզ, ես Իզաբելլան եմ EIF-ից, հարցս մեկ այլ տեսանկյունից է, եթե դուք օրինակ ընտրել եք թիմ, վստահել եք եւ տվել եք այդ ազատությունը, ու ենթադրենք ինչ որ երկարաժամկետ ծրագրի վրա են աշխատում եւ ընթացքում նկատում եք, որ ֆեյլեր են լինում կամ բացթողումներ են լինում, ինձ այստեղ հետաքրքիր է որ պահին եք դուք խառնվում որպես այդպես օգնող, աջակցող եւ որ պահին եք այդ կտրուկ որոշումը կայացնում, որ պետքա ամեն դեպքում ինչ որ փոփոխություն անել, հակառակ դեպքում ծրագիրը կտուժի։ Շնորհակալություն շատ։ Բարդ հարցեր են չէ տալիս։ Ամեն հարցի մասին երևի մի գիրք կարելի է գրել, չէ՞։ Ինձ թվում է ամեն հարցի մասին մի 20 գիրք արդեն գրված կա։ Ու այդ գրքերի թեմայով մի հատ բան ասեմ, միշտ համոզված եղեք, որ ինչ որ թեմայով գոնե 3 գիրք կարդացել եք, որովհետև երբ որ մի գիրք ես կարդում, քեզ թվում է աշխարհը տենց է կառուցված, ասենք սեյլզի մասին, դիզայնի մասին, երկրորդը կարդում ես, զգում ես, որ նույնքան համոզիչ է, ինչքան առաջինը, բայց լրիվ ուրիշ բանի մասին է։ Երրորդից հետո նոր համեստանում ես ու հասկանում ես, որ դու գլուխ չես հանում այդ ամենից ու դեռ լիքը ժամանակ կա սովորելու այդ գրքերի մասով, էլի։ Ես իրականում այստեղ մի հատ ինձ թվում է լավագույն լիդերներին տարբերում այն սկիլը, որ ինքը կարողանում է ոնց որ զգա իրավիճակը, ոչ թե ունենա մի հատ տենց չիտ, հա, բացի տեսնի ինչ պիտի անեմ հիմա, հա, երբ որ մեկը ֆեյլ անում, այլ իրավիճակը զգալով պահի տակ որոշումներ կայացնի, որը տանում է հաջողության, որովհետև երբեմն ես օրինակ թողում եմ թիմում սկսնակը լավ դժվարության մեջ ընկնի։ Գիտեմ, որ այդ ավելի քիչ ռիսկ ունի իմ համար, բայց իրան թվում է, որ ավելի շատ ռիսկ ունի ու իրան պետք է դրա մեջով անցնել, որ ինքն էլ իրան բացահայտի լրի, որտեվ եթե մենք միշտ հետ պահենք, հա, ֆեյլանողներին, իրանք միշտ կշարունակեն ոնց որ ֆեյլանել։ Այստեղ ավելի շատ ոնց որ այդ ամեն ինչը օրքեստրեյտ անելու, պահի տակ որոշումները փոփոխելու, փոքր ինչ ոնց որ բան անել, գազը ու ստոպը սենց տալով թողելով հասկանալ թիմը ոնց է գնում այդտեղ, շատ կրիտիկական իրավիճակներում միշտ բեքափ ունենում եմ մտքումս, այսինքն միշտ գիտեմ, որ չգիտեմ 3 ժամ մնացած պետքա անցնել կտրուկ գործողությունների ենթադրենք, այսինքն չեմ թողում միջև վերջ սենց լրիվ տապալվի, բայց այդ ընթացքում երբեմն նույնիսկ շատ ֆեյլանողին թողել, որ ինքը իրանով դուրս գա դրա մեջից, շատ ուժեղացնում է այդ մարդկանց։ Մեկ էլ զգում ես, որ իրանք էլի, հա, շնորհակալության բան ունեն, որ թողել ես պատասխանատու լինեն, սկսում են ավելի շնորհակալ լինել ու ավելի շատ են տարվում ոնց որ խորանալու մեջ։ Ես ասեմ, որ առաջին դու պետքա տիրապետես իրավիճակին, այսինքն դու իմանաս էլի, որ տեն խնդիր կա, այդ կարելի է ոնց որ շատ պրակտիկ հարց է, ինչ որ milestone-ներ դնել, հասկանալ այս պայդրությամբ ինչ վիճակում է գտնում պրոյեկտը, ու որպես առաջնորդ դու պետքա հասկանաս, շատ ճիշտ ասեց, ոնց որ ինչքան կարող ես թույլ տալ այս պահին ոնց որ fail անել, թույլ տալ, որ իրանք ինքնուրույն խնդրի լուծումը գտնեն, դուրս գան իրավիճակից, իսկ ինչքան արդեն այստեղ դու չես կարող էլի այդ անել, մյուս անգամ թողենք, թող մյուս անգամ փորձի։ Այսինքն առաջնայինը դու հասկանաս ինչ վիճակ է, ոչ թե ինչ որ թողես մի կես տարի հետո ասվա, ես ինչ եղավ պրոյեկտը fail եղավ էլի։ Երկրորդն էլ արդեն հասկանաս ինչքան կարող ես թույլ տալ։ Շատ բան չկա երևի ավելացնելու, հիմնականում ասվեց, էլի իմ ոնց որ տրամաբանությամբ պետք է թողել մաքսիմում շատ մոտենա այդ fail-ի կետին, հետո խառնել մյուս մեմբերներին, այսինքն թիմակիցներին, նույնիսկ եթե պրոյեկտի կետ տրամաբանությամբ են գնում, այլ մարդկանց խորհուրդ տալ միջամտել,
Չնայած մեր միջավայրում կոնկրետ էտի առանց ուղղորդելու է առնում, այսինքն միջավայրը շնչող օրգանիզմը հասկանում է, որ այդտեղ խնդրեմ կա ու առանց ասելու իրան գնում օգնում են, եթե էդ էլ չի ոնց որ ասած օգնում, նոր հարկավոր արդեն բան է, red flag-ը բարձրացնել, որ իրոք խնդիր կա, բայց մինչև այդ պետքա թողել, որ ինքը ոնց որ մաքսիմումը իր կարողանա անի, որտեվ հակառակ դեպքում միշտ կառաջանա այդ վախը, որ խնդիր կա, եկեք հասեք, փրկեք, չէ, այտենց պիտի չլինի, ոնց որ պիտի մարդը ինքը մաքսիմումով կարողանա իր ոնց որ խնդիրները լուծի, ուտեղ են առաջանում էլի այդ սուպեր բաները, սուպերմենները այդ գծերով, հետո դու արդեն արխային կարող ես վստահես, ասում ես, այս հարցը, այն որ ասում ես չի լինի, ասում ես ոչինչ կլինի։ Հա։ Հաջորդ հարցերին մենք 10 րոպեից քիչ ժամանակ ունենք։ Բան ունեք ասելու, չէ։ Կուզեի այսպես անենք, այսպես շարունակենք, հարցը որ հնչի դահլիճից, ոնց որ եթե ինչ-որ մեկը ասելու բան ունի, ասի, եթե մյուսը պանելի մասին է խոսք, եթե հատուկ լրացնելու կամ հակառակ ինչ-որ բան ունեք ասելու, ասեք, եթե չէ, մի հոգի պատասխանի, որպեսզի մաքսիմում շատ հարցեր լսենք։ Կարա լինի, կամ ասեք ում եք հարցը տալիս, կամ էլ եթե հարցը տալիս եք բաց, մի հոգի թող պատասխանի, եթե այլ մարդ կուզենա լրացնի։ Համեցեք։ Բարև ձեզ։ Հարցը երևի ուզում եմ ուղղել որպես game dev-ի Հայաստանի առաջնորդներ, երևի կարելի է տենց ասել։ Հարց կանում Հայաստանում IT-ում լիքը տարբեր ճյուղեր ոնց որ հավեսով զարգանում են, ինչ ենք մենք game dev անում։ Չէ, իմ մոտ նենց տպավորություն է, կարող է ես սխալվում եմ, ուզում եմ ձեր կարծիքի լսեմ, արդյոք game dev-ը իր զարգացման տեմպով մեր մոտ բան հավասար զարգանում է գոնե մյուս ճյուղերին հավասար, թե հետ է մնում ու եթե հետ է մնում, ինչի է հետ մնում, չգիտեմ, մենք պակաս կրեատիվ ենք կամ game dev-ում ավելի դժվար է, ինչ որ սենս էլի մի բան ասեիք այդ մասով։ Ես կլռեմ, որովհետև ես դրա մասին այսօր հատուկ խոսելու եմ։ Այնպես որ թե Դավիթ ջան, բան ունես ասելու, ասա, ես ձեր հարցին այսօր պատասխանելու եմ, մանրամասն։ Թե game dev-ը միանշանակ դժվար է, բավականին դժվար է, ավելի դանդաղ է զարգանում, երևի քիչ ենք հաստատ, կուզենայինք ավելի շատ լինենք, բայց ոնց որ ստեղի մեծ պլյուսն էլ են, որ ով այս ոլորտում է, ինքը ոնց որ սիրով է մտել այս ոլորտ եւ պատրաստ է այդ դժվարությունների հետ պայքարել, այդ դժվարությունները հաղթահարել։ Երևի պետք է ինչ-որ մի քանի մեծ հաջողության պատմություն, որ շատ ավելի արագ տեմպով զարգանա։ Որոշ ոլորտներում ահագին կա էլի այդ մեր մոտ։ Բարի։ Երկու բան կասեմ, որ ինչի է, ոնց եթե ենք համատաբար ավելի վատ, մեկը դա իմ կարծիքով կրթության խնդիրն է, այսինքն ինստիտուցիոնալ game dev-ի կրթություն Հայաստանում չկա, այսինքն մարդիկ, որոնք որ այս ոլորտում են, հիմնականում ինքնուս են, հիմնականում իրենց կարդալով են եւ այլն, ի համեմատ դրա, ասենք կա կիրառական մաթեմատիկա, data science եւ այլն, որտեղ ինստիտուցիոնալ գիտելիք կա տրվում մարդկանց, մեկը դա, երկրորդը community իհարկե կա activity, բայց ի համեմատ ինձ թվում է ավելի փոքր է եւ եթե ուզում եք որ ավելի արագ զարգանա, պետք է այդ community-ն ավելի իրար հետ սերտ համագործակցի, իրար բացերը լրացնի եւ այլն։ Այդ է իմ կարծիքով հիմնական այդ թվում Այո, game design, game production, այսինքն բիզնես տեսակետից ես համոզված եմ, որ ով ինչ արել է, ոնց որ fail անելուց, հետո դզվելու օրինակով, այսինքն կրթություն, որ մարդը գնա սովորի game production չկա։ Եթե կա, ես չգիտեմ, Հայաստանում չկա, բայց ասենք օրինակ, չգիտեմ, Մեծ Բրիտանիայում կա ավելի քան 120 համալսարան, որ տենց կրթություն է տալիս։ Չէ, մենք խոսում ենք մեր Հայաստանում 1-2 բան ունենք, բուհ ունենք, որոնք տալիս են game dev-ի կոնկրետ, ասենք մենք ունենք, չգիտեմ, ամերիկյան համալսարանում կա խաղերի ծրագրավորման կտոր։ Հա, այդ technical մասը կա, բայց եթե խոսանք ինդուստրիայից որպես
Լրիվ չի, լրիվ բանը չի փակում։ Գեղարվեստի ակադեմիայում կա խաղարվեստի կտոր, այսինքն ինչ որ բաներ սկսվել են։ Օրինակ, ասենք այս կոնկրետ օրինակով ես գրեթե համոզված եմ, ամերիկյան եւ գեղարվեստը իրար հետ այդ մարդկանց միքս չեն անում երբեք, որ դրան ինչ դուրս կգա։ Դա ասենք եթե community-ն ավելի ակտիվանա հեքաթոնների բանի միջոցով իրար ճանաչեն, կարա այդտեղից ինչ որ մի լավ արդյունք դուրս գա։ Էլի մոտենում եք իմ թոքին։ Քո թոքին։ Այն ինչ որ պիտի ես այսօր ասեմ։ Բայց արագ բան ասեմ, չգիտեմ ասելու ես թե չէ, չես ուղարկել ինչ ես խոսելու, բայց հա իրականում մի հատ կարևոր կտոր կա, որ այդ դրսի մարդիկ լավ ասցիչ, գտեք այդ 120 համալսարանում հայեր, իրանց փորձեք վերել ստեղ, on-line կլինի։ Օրինակ մենք UX-ը տենց արել ենք լիքը դրսից մարդկանց, պրոստը համոզում ենք on-line խոսեն, պատմեն իրանց մոտ ոնց է, IT-ն տենց մի օրում կամ հայտեկը մի օրում չի դարել սենց, հա, լիքը Սփյուռքից ուժեղ հայեր փորձել են այդ բերել ներս, ընդեղի մշակույթը, կրթությունը, պրոստը գտեք իրանց, համոզեք մի հատ, չգիտեմ, թոքի լինել բան, իրանցից հարցրեք իրանք ոնց են այդ անում։ Տենց ա եղել։ Շատ հատուկ ինչ որ գաղտնիք չկա էլի այդ անելու։ Ասեմ ավելին, մենք վերջերս Ֆինլանդիայում էինք ու բացարձակ հայկական բան չկար, կապ չկար, թե ինչքան բաց էին այդ մարդիկ ու ինչքան պատրաստ էին օգնել, ուղղակի ֆանտաստիկ էր, ուղղակի։ Այդ մարդը ասենք, ասենց չգիտեմ, կանգնած կոստյումը հագը, ասենց շունչը կտրվելով խոսում է, թե ինչքան բան ունի մեզ ասելու, որ սենց հարեք, նենց հարեք, մի խոսքով շատ լավ խորհուրդ է, անպայման պիտի դա արվի։ Համեցեք։ Բարև ձեզ, անունս Ստելման է, զբաղվում եմ խաղերի ծրագրավորմամբ ու իմ հարցի առաջին մասը արդեն հնչեց, դե երկրորդ մասով ավելի հարցնեմ, օրինակ հիմնական մարդիկ երբ որ զբաղվում ես game dev-ով կամ ծրագրավորող ես ու ինչ որ մի հատ կետում դու որոշում ես քո product-ը սարքել ու սկսում ես համագործակցել ու աշխատել մարդկանց հետ, շատ դժվար է դառնում այն կետը, երբ որ դու փորձես քեզ հետ պայել խառնվելու ամեն մի մանր հարցից, այսինքն դու երբ որ մասնակցությամբ ծրագրավորող ես ու քեզ մի հատ task են մեծ կտոր են ուղարկել, դու հասկանում ես, որ դա fail չի, դա ոնց որ ոչ մի վատ բան չի լինելու, եթե դա դենց լինի, բայց դու որպես ծրագրավորող հասկանում ես, որ okay, բայց այսից որ sense փոխես, էսի ավելի լավ է աշխատելու։ Հետո որ մի հատ sense բան ավելացնենք խաղի մեջ, այդ այս պրոյեկտը ավելի լավ է աշխատելու։ Այսինքն, բայց այդ process-ը բոլորս հասկանում ենք, որ ոնց որ sense սահման չկա դրան, միշտ կարաս ինչ որ բաներ անես։ Ու ուզում եմ հարցնել նախ թե դուք ոնց եք այդ ամեն ինչը կարգավորում ու հասնում են սահմանին, երբ որ դուք այն որ sense մտ կոպիտ բառա քթի մաս չդառնաք ձեր մարդու հետ ում հետ որ դուք աշխատում եք ու ասեք էս էլ փոխի, այս էլ դզի, այ որ հետո sense լինի, էս էլ լինի, հա, ու այդ չանեք ու ոնց որ համ պրոյեկտը չտուժվի դրանից, որովհետև դուք տեսնում եք որ դա գուցե հետագայում բացեր լինեն, բայց եւ դուք լավ հարաբերություններ ու լավ կոնտակտ պահեք ձեր աշխատակիցների ու մարդկանց հետ ում հետ որ համագործակցում եք։ Բարձր հարց է, շնորհակալություն։ Ես պատասխանեմ, ես ոնց որ մի քիչ այն մի կողմն եմ, game designer-ն եմ, եւ մեր մոտեցումը սենց է, որ մենք բոլորին մեր ծրագրավորումն ասում ենք դուք ծրագրարող չեք, դուք խաղային game developer եք։ Այսինքն այդ իր մեջ ներառում է, որ մենք ակնկալում ենք, որ այդ առաջարկները ձեզնից կգան, որ դուք ոչ թե եկել եք ուղակի task-եր անել, այսինքն ծրագրավորման task անել, այլ դուք ձեր մտքերը, ձեր առաջարկները, ձեր տեսանկյունը ձեր ստեղծածի մեջ երևալու է, եւ ինչ որ չափ, ոնց որ ամեն մեկը մի քիչ game designer-ը խաղային ստուդիայում, իհարկե չնշանակում, որ game designer-ը պատասխանատվությունը ջրվում է, game designer-ը կոնկրետ հստակ պատասխանատվություն է, բայց ամեն մեկից այդ առաջարկները գալիս են, այստեղ պետքա ոնց որ իմ կողմից ասեմ, որպես game designer, դու պետքա կառավարես, որ այդ անսահման չլինեն այդ առաջարկները, իսկ ծրագրավորի կողմից ինքը պետքա հասկանա, որ առաջարկները չեն ընդունվելու, որովհետև game designer-ը իր հերթին շատ տարբեր բաների մասին է մտածում եւ երևի թե ենթադրաբար ավելի լավ է պատկերացնում, թե պրոյեկտի համար որն է լավ, որը վատ եւ վերջո ինքն է այդ որոշում կայացնողը ու պատասխանատվություն կրողը։ Այսինքն շատ կարևոր է լսել, որոշ բաներ ընդունել, բայց նաեւ ծրագրավորները իր կողմից պետք է հասկանա, որ ամեն ինչ չի ընդունվելու։
Նարեկ ջան, մի հատ փոճուր ավելացում անեմ, էլի կոնկրետ այդ ոնց բաց թողել, հա, այն կոդ գրողի կտորը։ Իմ մոտ այդտեղ էլա դիզայնի մեջ ու մի հատ հետաքրքիր գաղտնիք կա այդտեղ, եթե դու որոշել ես լիդերը լինես այդ ընկերության, այդ թիմի, նույնչափ դոպամինը առաջացնում բաց թողելը։ Պետք է հասկանալ, որ ոնց որ օրինակ կոդը գրում ես աշխատում է, ինչ որ էներգիա է գալի, չէ, դրանից։ Երբ որ դու թողում ես ուրիշը դա անում է, leadership-ի point-երը ավելանում քեզ։ Երբ որ դու այտենց ես նայում այդ խնդրին, այսինքն դու ունես խնդիր լիդ անելու ես թիմին, մեկ էլ թողել ես, ինչ որ մեկը առանց քեզ է դա արել, հետո այն արանքներում, երբ որ կրիտիկական չի, դու իրան լցնում ես այն գիտելիքով, որ դու ունես։ Բայց ոչ թե հենց այն պահին, երբ որ դու որ ձեռնդ քորեր գալիս, որ պետք է դու գրես իր տեղը, այդ պահին զսպեք ձեզ, չգիտեմ, մաքուրոջ չնչեք, դուս եկեք, գնացեք ուրիշ գործերով լրիվ, բայց թողեք մարդիկ անեն, հետո այն արանքներում լցրեք այդ գիտելիքը, պատմեք, բա գիտես ես էսի սենց էի լուծեմ մի անգամ, բայց ոչ հենց այն պահին, երբ ինքը պատասխանատու է դրա համար։ Մեկ եթե վայ թոքին կայք, մի հատ առաջ եղել եք, այն մեծ կարևոր մեսեջ ասեց, ասեց հենց ես գնում խառնում սկսում եմ ես անեմ, այլևս ես էլ լավ լիդեր չեմ։ Այսինքն այդ շատ կարևոր է, որ հասկանաս, որովհետև այլապես ինքը չի կարա շատ scale լինի, էլի, այսինքն թե ամեն գործի մեջ դու կարող ես դու ամենալավ ծրագրավորողը լինես այդ միջավայրի բան, բայց քո գործը չի այդ, էլի, այսինքն եթե քո գործը այդտեղ CEO-ությունն է, դու պետք է զբաղվես այդ գործով եւ չգնաս մարդկանց կոդի մեջ մտնես, էլի։ Պետք է կարողանաս անես կամ էլ գտնես ուրիշ CEO, դու գնաս CTO։ Վահեն մի բան էլ ուրիշ հրաշալի ասեց դու չպիտի դառնաս քո իսկ լավագույն աշխատողը։ Այո։ Լավն էր դա, լավ։ Բարի, քանի որ մեր ժամանակը ավարտվել է, բայց ես չեմ ուզում բանն ավարտվի, իրոք վայելում եմ։ Կուզեմ ամեն մեկ այդ մեկ անկեղծանակ մի սխալ ասեք, որը որ ձեզ որպես լիդեր ամենամեծ դասն եղավ, ամենաշատ բանն եք սովորել այդ սխալից։ Տենց անկեղծ ավարտենք։ Պետք է մտածենք մի հատ։ Okay։ Ամենամեծ դասը որ սովորել եք որպես լիդեր։ Միգուցե սխալը չասեք, դասը ասեք։ Էականը դասն է։ Երևի ես արդեն պատմեցի դրա մասին նախորդ պատասխաններից մեջ, երբ որ դու նենց ֆանտաստիկ թիմ ես սարքում, որ ինչ ասես կանի թիմը քո հետ, բայց դա դեռ խնդիրը չի լուծում, այսինքն այն խնդիրը որպես vision, որ դու վերցրել ես, դու fail ես արել այդ խնդրով տարված դարձնել մարդկանց, այդ իմ համար լավ դաս է եղել, որտեվ ես բախտ եմ ունեցել աշխարհի լավագույն թիմը սարքելու, իրոք, տենց ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, բայց մենք fail ենք արել կամպանիան։ Ոնց որ այդ ոնց որ վիրահատությունը լավ անցավ, բայց հիվանդը մահացավ վիճակն է լինում, էլի։ Պետքա ճիշտ, ոնց որ երկու կտորներ շատ կարևոր է, ու ես հիմա սովորում եմ այն երկրորդ կտորը լցնել։ Հրաշալի։ Երևի տենց ավելի շատ դաս ոչ թե սխալ, ոնց որ սխալը ենթադրել, որ leadership-ը ինչ որ իծնե տրված կամ ինչ որ իծնե որ դու leader ես կամ ինչ որ leader չես։ Այդ շատ հստակ skill set ունի leadership-ը, որը կարելի է սովորել, կարելի է դառնալ, հա ինչ որ մարդիկ ավելի հակված են դրան, ինչ որ մարդիկ ավելի քիչ, բայց պետք չի ենթադրել, որ այդտեղ անելու բան չկա, այդտեղ բավականաչափ աշխատանք կա, բավականաչափ սովորելու բան կա եւ երևի ամենամեծ learning-ը leadership-ի կտրվածքով այդ հասկանալուց հետո արդեն շատ ավելի շատ ժամանակ է սկսել հատկացնել ոնց որ այդ հարցերը ուսումնասիրելու։ Բարի, շնորհակալություն։ Ես մի հատ օրինակ կբերեմ մեր տենց պատմական ակնարկներից, ուրեմն 2014-15 թվականներն էր, երբ որ Google-ը նոր հանել էր Google Cardboard-ը, PixArt-ի ժողովուրդը մասնակցել էին այդ կոնֆերանսին, ոնց Արտոն Cardboard-ը բերել էր ոնց հաջորդ օրը Երևան, եկա օֆիս ու սկսեցինք հենց այդ օրը Cardboard-ի համար խաղ սարքել։ Ուրեմն Cardboard-ի համար կար երևի 10 հատ խաղ, մեկը մերն էր publish արած, ու այս review-ներում մարդիկ ու շատ լավ էր ստացվել։ Review-ներում գում ժողովուրդ այս մի level է, էլի, մի քիչ էլ level-ներ ավելացրեք, մի քիչ gameplay զարգացրեք, բան։ Մենք ասացինք, չէ, մի րոպե, եթե 10 հատ խաղ կա այս սախ շուկայում, կարանք մենք մի 10 հատ է սարքենք, կեսը մեր է լինի։
Եվ այդտեղ ոնց որ ագահություն արեցինք, այդ մի title-ը զարգացնելու տեղը մենք սարքեցինք եւս մի 10-20 հատ արագ, sense ոնց որ այդ ստարտափ կլասիկ ճանապարհով ոնց որ գնալով, ու այդ խաղը չդառավ ոչ մի տենց լուրջ մեծ բան, եւ ունեցանք 20 հատ, որոնք հանրագումարային ոնց որ ամբողջ Google Cardboard-ի 1% download-ն էին ապահովում, ասենք 150 միլիոն download-ի դեպքում մենք ունենք հանրագումարային 1.5, բայց եթե այդ մի խաղի վրա մենք ոնց որ ակցենտ դնենք, ինքը կարողներ VR-ի կարող ասենք լավագույն title-երից կամ ասենք ամենաշատ փող բերածնես title-երից մեկը։ Տենց։ Բարի, շնորհակալություն շատ անկեղծ զրույցի համար, շնորհակալություն ձեր մեծ փորձով կիսվելու համար, հուսով եմ դահլիճը շատ բան սովորեց, ես անձամբ սովորում եմ, ձեզանից սովորում եմ, անկեղծ շնորհակալ եմ։ Շնորհակալություն Արեգ ջան։